Բարի օր, ինչպես ամեն շաբաթ օր այսօր եւս այս ժամին հանրային ռադիոյի եթերում ես եմ Լևոն Սարդարյան, ովքեր մոռացել են, եւ այսօր մենք կրկին Հանրամեդիայի շրջանակում իմ գործընկերների հետ, իսկ մասնավորապես Civic AM լրատվական ծառայության լրագրող Հեղինե Մանուկյանի եւ Ռադիո Ավրորայի լրատվական ծառայության ղեկավար Դավիթ Ջալալյանի հետ խոսելու ենք հանրային նկատի ունեմ մեր մեդիայի, որը պիտի հանրային լիներ ընդհանուր առմամբ, խնդիրների մասին, ինչու՞ չէ նաև առավելությունների մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տեսեք, քանի որ դիմացանտրություններ են, այսպես բոլոր առագաստները պարզած, բոլորը արդեն գնում են դեպի ընտրություններ, ընդ որում այսօր մի սարսափելի քանակությամբ համագումարներ են նաև, հա, շաբաթօրը մի շարք քաղաքական ուժեր, դաշինքներ եւ այլն, այնտեղ մարդկուսակցություններ էլ կան, բարեբախտաբար ուրախանում եմ իրենց համար։ Եվ այս ամենի ֆոնին մենք էլի պիտի քննարկենք մեր լրատվական դաշտի հնարավոր խնդիրները։ Տեսեք, մենք ունենք 2-3 լրագրող արդեն, որոնք շնորհակալ եմ իրենց, ազնվորեն մտել են քաղաքական դաշտ, մտել են քաղաքական պայքարի մեջ, հայտարարել են, որ իրենք լինելու են պատգամավորության թեկնածու, այս կամ այն քաղաքական ուժի ցուցակներով, եւ ունենք մի շարք լրագրողներ, գործընկերներ, որոնք այդ իմաստով կամ ազնիվ են, կամ այնքան էլ ազնիվ չեն, բայց որ քաղաքականության մեջ են, այդ փաստ է։ Եվ հիմա հանրությունը եւ հասարակությունը բնականաբար ոչ միշտ է անցալում, թե որտեղ է վերջանում լրատվությունը եւ որտեղ է սկսվում քարոզչությունը։ Դավիթ, ըստ քեզ որտեղ է սկսվում քարոզչությունը, լավ, այսպես ձևակերպեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ստեղծված իրավիճակին ավելի խորքից կանդրադառնայի, մասնավորապես մենք խոսում ենք լրագրողների մասին, որոնք դե ֆակտո զբաղվում են քաղաքականությամբ, բայց այստեղ կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ այդ լրագրողները ներկայացնում են այնպիսի լրատվամիջոցներ, որոնք ըստ էության ոչ թե ընդդիմադիր լրատվամիջոցներ են, այլ այս կամ այն քաղաքական ուժի, այսպես ասած, լրատվական ծառայություններ։ Ըստ այդմ նրանք աշխատելով նման լրատվամիջոցում ակամայից դառնում են տվյալ լրատվամիջոցի, ինչպես նաև քաղաքական ուժի սպասարկողը եւ շահերը ներկայացնողը։ Լրատվությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է քարոզչությունը։ Երբ որ կոնկրետ լրատվամիջոցը սպասարկում է կոնկրետ քաղաքական ուժի քաղաքական գիծը, նարատիվները, բնականաբար ամբողջ լրատվական քաղաքականությունը եւ փիլիսոփայությունը կառուցվում է հենց այդ նարատիվների շուրջ։ Եվ լրատվությունը դառնում է ուղեկցող քարոզչությանը։ Պարզապես օրվա լրահոսին անդրադառնում ենք, բայց մեր հայեցողությամբ ուշադրությունը սևեռում ենք։ Լրատվությունը այս դեպքում դառնում է տեղեկատվական առիթ։ Այս կամ այն քարոզչական թերևս համաձայն եմ, այո։ Օրինակ, այս կամ այն իրադարձությունը, այս կամ այն ակցիան, որը իրականացվում է այդ օրը, որքանով է սպասարկում տվյալ լրատվամիջոցին ֆինանսավորող քաղաքական ուժի քաղաքական օրակարգը, ըստ այդմ էլ որոշվում է անդրադառնալ այս ակցիային, թե ոչ։ Դրա համար, երբ որ հետևեք լրահոսին, կտեսնեք, որ կոնկրետ լրատվամիջոցներ շահագրգռված են լինել, օրինակ ազգային ժողովի դեմ իրականացվող ցույցերը լուսաբանելու առաջնագծում լրատվամիջոցներ կան, որոնք արհամարում են, այո, չեն լուսաբանում եւ ստեղծում է այսպես ասած հայեցողական լրագրություն։ Ես ինքս որպես մի քիչ մեդիագրագետ մարդ շատ չէ, գլուխ չկովեմ, ես էլ եմ սխալվում։ Ես սովորաբար ինչ որ իրադարձության մասին պատկերացում կազմելու համար, իրադարձության, որտեղ ես ինքս անձամբ ներկա չեմ եղել, ստիպված թերթում եմ մի քանի լրատվամիջոց, այս թևը, այն թևը,
Վերջում իհարկե գալիս եմ հասնում եմ հանրային ռադիոյի լրատվականին, որովհետև այնտեղ լավ գլուխ չկովենք, բայց սկզբունքորեն ստեղծվել է իրավիճակ, ես շատ նմանացնում եմ այս իրավիճակը, այն իրավիճակին, որը մենք ունեինք 2002-2003 թվականներից սկսած, հա ես հին եմ, որտեղ այն ժամանակ էլ լրատվական դաշտը բաժանվել էր, այսպես ճեղքվել էր երկու ճամբարի, ընդ որում նեյտրալ համարյա չկար։ Կային իշխանական լրատվամիջոցներ կամ իշխանամերձ լրատվամիջոցներ եւ կար ընդդիմադիր մամուլ։ Ընդ որում ընդդիմադիր մամուլը այդ թվում նաեւ այն ժամանակ հայկական ժամանակի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշտյան թեթև ձեռքով կնքվել էր որպես ճակերտներով, ընդ որում միշտ ճակերտներով էր պետականամետ մամուլ, որովհետև ասում են մենք պետության հավն է, որովհետև հա այս թևը ասում էր մենք ինչ անում ենք պետության շահերից շահերով առաջնորդվելով ենք այդ ամենը անում եւ ասեցի արդեն կային նաեւ անդիմադիր լրատվամիջոցներ, որոնցից մեծ մասը հիմա էլ են անդիմադիր, որում անդիմադիր են անդիմության, անդիմադիր են իշխանության, անդիմադիր են բոլորին, չգիտեմ ինչքանով է դա լավ։ Հիմա ինչ անի հասարակ սպառողը, որը ինպես չգիտի ով որ դաշտում է խաղում։ Շատ ճիշտ դիտարկում արեցի կապված ամբողջական լրատվական պատկերը ստանալու համար, որ մարդիկ ստիպված են լինում մի քանի կայքերից, կամ այլ հարթակներից ինֆորմացիա ստանալ։ Այդ առումով մի հատ բարձ օրինակ բերեմ, օրինակ չնշեմ կայքի անվանումը, մարդը մուտք է գործում տվյալ կայքը եւ անմիջապես էկրանին հայտնվում է քաղաքական գործչի, որը հավակնում է վարչապետի պաշտոնին, նրա լուսանկարը, բաները քաղաքական կոչով։ Հասկանում եմ, որ գովազդային է, բայց այնուամենայնիվ դեռ նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, բայց այսօր տպավորությունը այդ ըստեյության օրենքի խախտում չի։ Օրինակ ես եթե տեղյակ չլինեմ, այդ կայքի իմաստով ես վախենում եմ սերիալ նայեմ ինտերնետով։ Հերթով բոլորին տեսնում եմ։ Այսինքն ակամայից եթե ես բացում եմ տվյալ կայքը եւ այդ գործչի նկարը բաները տեսնում եմ, ինձ մոտ արդեն իսկ ասոցացվում է, որ տվյալ կայքը պատկա առնվազն ներկայացնում է, ֆինանսավորում է կամ ներկայացնում է տվյալ գործչի, տվյալ քաղաքական ուժի շահերը։ Ըստ այդմ օբյեկտիվ եւս մեկ բարձ օրինակ բերեմ, օրինակ 3 այդ հայտնի աղմկահարույց ցայնագրությունը ընտրակաշառքի հետ կապված, ես հատուկ այսպես փոքրիկ մոնիտորինգ անցկացրի մեր լրատվական կայքերում եւ առնվազն 5-6 այսինքն վարկանիշային լրատվամիջոց տեսա, որը ընդհանրապես չէր անդրադարձել տվյալ իրողությանը։ Այսինքն եթե մարդը օգտվում է այդ կայքից, շատ ճիշտ դիտարկում էր։ Նույնիսկ իրենց ամենաօբյեկտիվ, ամենահամակողմանի, ամենաանաչառ լրատվամիջոցները հռչակած որոշ կայքեր, այո, չեն անդրադառնում այս կամ այն իրադարձությանը, որովհետև այո, իրենց քաղաքական ֆինանսական դոնորը առնչվում է տվյալ կոնկրետ այս դեպքում ձայնագրությանը։ Ես ավելի վատ օրինակ կբերեմ։ Ես ես վերջերս իմ լիբանանահայ ընկերներից մեկի հետ էի զրուցում, որ ուղղակի զրույց էր ընկերական, ինչ-որ տարբեր թեմաներից էինք խոսում։ Խոսք գնաց պատմությունից, ես ասի Ալեքսանդրապոլի պայմանագիր, այս թեմայով ինչ-որ զրույց գնաց։ Ինքը ասեց, այդ ի՞նչ է։ Ասում եմ, ոնց Ալեքսանդրապոլի պայմանագիրը ի՞նչ է։ Չեք անցել պատմության։ Ասես չէ։ Սևրի պայմանագիրը գիտեմ, ես գիտեմ, mən գիտեմ, բայց Ալեքսանդրապոլի պայմանագիրը չգիտեմ։ Ես հետո հասկացա կամ հիշեցի ավելի ճիշտ, որ այդ թվում նաև Լիբանանում հայկական դպրոցները կուսակցականացված են։ Եվ ուղղակի ձեռ չեր տալիս, հանել են։ Չկա պատմության կամայական ամբագրություն։ Հիմա նույնը տեղի է ունենում լրատվական դաշտում նաև։ Այս ինձ ձեռք չի տալիս, ես չեմ տալիս։ Ընդ որում տեսեք, եթե օրինակ Civic AM-ը կներեք օրինակը բերեմ ձեր լրատվամիջոցի վրա,
Եթե CVKM-ը չի տալիս, ասենք, ընդդիմության այս կամ այն ակցիան չի լուսաբանում, ես այդ հասկանում եմ, որովհետև կուսակցական լրատվամիջոց այն պաշտոնական է։ Այո, մենք այդ առումով այո։ Հա, չեն տալիս, որովհետև այդ իրենց քարոզչության շրջանակում չի տեղավորվում, կարող է միգուցե հետո արձագանք լինի դրան։ Բայց հենց այս դեպքում Դավիթի բերած օրինակը ինձ համար մի քիչ հասկանալի չէ, ռեյտինգային լրատվամիջոցը ասում է ես չեմ տալիս, ասում ինչի ասում է հրանգայի չէ, որ ուղղակի չենք լուսաբանելու։ Երբ որ կոնկրետ քաղաքական ուժը ֆինանսավորում է տվյալ լրատվամիջոցին, հետո տվյալ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ կապված ինչ որ հանրային քրեական հետապնդում է հարուցվում, պարզվում է, որ նա ներգրաված է ենթադրյալ կաշառքի գործում, բնականաբար այդ լրատվամիջոցը կաշկանդված է, չէ՞, անդրադառնալ այդ թեմային։ Կստացվի այնպես, որ չհասկացա, ես այս ֆինանսավորում եմ, որպեսզի իմ քարոզչությունն իրականացնեք, ու դուք հանկարծ լուսաբանում եք իմ քարոզչությանը վնասող ինչ որ իրադարձություն։ Այս համատեքստում կցանկանայի մի հատ դիտարկում անել, մենք Aurora News-ը, ռադիո Aurora-ն հանդիսանում է ամենայն պատասխանատվությամբ ես հայտարարում եմ, որ որևէ քաղաքական ուղղվածություն չունի։ Մենք լուսաբանում ենք այն, փորձում ենք մեր ռադիո լսողին, մեր ընթերցողին ներկայացնել այն ինչ տեղի է ունենում, բայց այսպիսի մի երևույթի ենք խցանումները իհարկե, բայց մենք հաճախ հանդիպում ենք մի այսպիսի երևույթի ու ենթադրենք լուսաբանում ենք ընդդիմության բողոքի ակցիան եթերում եթեր ենք տրամադրում, չգիտեմ, անդրադառնում ենք որևէ ընդդիմադիր գործչի կամ որևէ հայտարարության, անմիջապես հետևում է այն, որ մեր դաշտում, ոչ միայն մեր դաշտում, նաև քաղաքական որոշ շրջանակներում անմիջապես այսպիսի մի ոնց ասեմ հարցակում նաև արշավ կամ ինչ որտեղ նաև պիտակավորում ասենք վակխանել է այո որ օրինակ մեր լրատվամիջոցը ծառում է ընդդիմությանը նույնը տեղի ունենում հակառակ երբ որ անդրադառնում ենք երբ որ խոսում ենք իշխանության ներկայացուցիչների մասին ենթադրենք վարչապետի ելույթին ենք անդրադառնում այլ իշխանական Այսինքն համակողմանի լրատվություն մատուցել է, այո, մեր մոտ այնուամենայնիվ կրիմինալ բան է լրատվամիջոցի համար։ Ախր այնքան ցավոտ թեմայի անդրադարձավ Դավիթը, որովհետև ես քանի որ իմ աշխատանքի բերումով բացի հանրամեդիայից նաև այլ հաղորդաշար եմ հեղինակում ու շարունակում եմ ուսամքը հեղինակել եւ իմ մոտ լինում են տարբեր հյուրեր, ընդդիմություն, իշխանություն, նեյտրալ եւ այլն եւ ամեն անգամ ես ինքս ինձ խոստանում եմ որ չեմ կարդալու կոմենտները արձագանքները չեմ կարդալու բայց ինչի եք սրան հրավիրել պիտի նրան հրավիրեք ինչի եք սրան հրավիրել նրա ու ես չեմ կարող բոլորին բացատրել որ նախ պատասխանատու լրատվամիջոցը միակողմանի լուսաբանմամբ չի զբաղվում եթե ինքը քարոզչական միջոց չի եւ երկրորդը որ ամենակարևորն է մենք գործ ունենք հանրային ռադիոյի հետ մի հարցում կարելի է այս համատեքստում իսկ արդյոք բոլոր գործիչները եւ ընդդիմադիր եւ իշխանական դաշտը ներկայացնող ընդունում են ձեր հրավերը թե կան գործիչներ որոնք մերժում են հետեւողականորեն հաշվի առնելով վերջին շրջանում այս լարվածությունը չասեմ այս վազվզոցը որ կա հա քաղաքական դաշտում նկատի ունեմ պատրաստվում են ընտրությունների հիմա ահավոր դժվար է որևէ մեկին հրավիրել եթեր այդ իմաստով, որտեղ բոլորը զբաղված են, բոլորը ինչ որ կազմակերպչական գործունեությամբ են զբաղված սրանով, նրանով եւ այլն, բայց տարօրինակ է, բայց ավելի դժվար է հրավիրել ընդդիմության ներկայացուցիչներին։ Այդ շատ դժվար գործ է, ես օրինակ, ինչքան երևի 1 տարի է սպասում եմ Սեյրան Օհանյանին։ Չեկավ։ Նույն խնդրի։ Մենք էլ նույն խնդիրը ունենք։ Առավել եւս CVKM-ը որ ընդդիմադիր շատ գործիչներ ասում են չէ ես ձեզ հարցազրույց չեմ տա լավ ասենք ձեր դեպքում հասկանալի է մեր դեպքում այնքան էլ ընկալելի ճեպազրույց չեմ տա եթե դուք եք հրավիրում ճեպազրույցի առաջարկն անում իսկ կողքից կանգնած մեկ այլ լրագրող եթե առաջարկի իհարկե անշուշտ անխոս ինձ մոտ այնպեսի տպավորություն է որ մեր հարգարժան ընդդիմադիր գործիչները
ցանկանում են եւ հարցազրույց են տալի այն լրատվամիջոցներին, որոնք մենք արդեն խոսեցինք, սպասարկում են անդիմության որևէ քաղաքական իրենց շահերն են։ Այո, արդեն կաշկանդվածություն, այսինքն նախապես տվյալ քաղաքական գործիչը կռահում է, թե ինչ բնույթի հարցեր կարող է հնչել կոնկրետ, այսպես ասենք, իշխանական լրատվամիջոցի կողմից եւ խուսափում է շատ ակուրատնի ձևով ներողություն բառի համար հրաժարվում է մեկ ուրիշ անգամ կամ չէ հարմար չէ հիմա, բայց հասկանում ես, որ պարզապես մարդը մերժում է։ Այսպես ասած իրանք վախենում են։ Ձեռնտու է, այո, գնալ այն լրատվամիջոցների հյուր լինել, որտեղ հարցերը կանխորոշված են, որտեղ այո կրիմինալ հարցեր չեն հնչի։ Իդեպ ազգային ժողովում հավատարմագրված լրագրող որպես թույլ տվեք կիսվել իմ փորձառությամբ։ Ես հարգում եմ իմ բոլոր գործընկերներին եւ կարծեմ նախորդ անգամ երբ որ այս տաղավարում հյուր էի ասացի որ ինձ համար չկան դիմադիր լրագրողներ, իշխանական լրագրողներ, ինձ համար կան պարզապես լրագրողներ, որոնք բոլորը իմ գոլեգաներն են եւ բոլորին հավասարաչափ հարգում եմ։ Բայց երբ որ տեսնում եմ որ ընդդիմադիր ինչ որ падգամավոր ճեպազրույց է տալիս, միշտ նույն լրագրողներն են գնում եւ լուսաբանում։ Ու երբ որ տվյալ քաղաքական գործիչը տեսնում է, CVKM-ի կամ հանրայինի կամ չգիտեմ ինչ որ մեկի իշխանական, այսպես ասած, լրատվամիջոցի ներկայացուցիչը միանգամից այնց կաշկանդվածություն է զգում հարցադրումների մեջ, падգամավորի անունը չեմ տա, բայց падգամավորը վերջերս ճեպազրույցի ժամանակ, երբ որ ես հարց էի տալիս, պատասխանելու ընթացքում անթաքույց թիրախավորում էր իմ լրատվամիջոցը, հեգնական, ծաղրական համատեքստում էր փորձում, իդեպ պատասխանում է մեկ այլ լրագրողի տված հարցին, բայց այսպես ռիկոշետի էֆեկտով անդրադառնում է իմ լրատվամիջոցին եւ հեգնում է, ինչը շատ տհաճ է բնականաբար։ Անարդարություն, բայց ասենք որ նույնը անում են նաեւ իշխող ուժի պատգամավորները երբեմն ժամանակ առ ժամանակ, երբ խոսում են ասենք Արմատ մեդիայի մասին, օրինակներով կարող եմ խոսել։ Երբ խոսում են Արմատ մեդիայի մասին, էլի լրատվամիջոցներ կան, որոնց մասին խոսելիս ընդդիմադիր լրատվամիջոցների հետ կապված, երբ որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները ճեպազրույցների ժամանակ անդրադառնում են այդ լրատվամիջոցներին, հիմնական նպատակն այն է, թե այս լրատվամիջոցի ֆինանսական հովանավորն ով է, փորձում են այս համատեքստում այո անդրադառնալ։ Անշուշտ երկու կողմից էլ եւ ընդդիմության եւ կառավարող ուժի ներկայացուցիչների կողմից լրատվամիջոցին թիրախավորելը գեղեցիկ բան չէ։ Հա։ Անտուն։ Ես կցանկանայի մի դիտարկում անել, նաեւ հարց ուղղել ձեզ գործընկերներից։ Հայաստանում այսօր քանի լրատվամիջոց կա, որը շահույթ է ապահովում, այսինքն այս կամ այն քաղաքական ուժից կամ որևէ անձանցից չի սնվում։ Տեսեք, շատ դժվար հարց Դավիթ, ինչի է դժվար, որովհետև բոլոր լրատվամիջոցները, ելի եմ ասում, բացառությամբ այն լրատվամիջոցների, որոնք ունեն պաշտոնական ֆինանսավորում, այսինքն դա հանրային հեռուստաընկերությունն է, հանրային ռադիոն է, ասենք CVKM-ն է օրինակ, որովհետև այնտեղ ինչքանով որ ես եմ տեղյակ քաղաքացիական պայմանագրի այո ֆինանսական միջոցներից այսինքն այնտեղ հիմնադրամ բառն է ուզում հիշեի հիմնադրամից է վճարվում այնտեղ երևի էլի 2-3 լրատվամիջոց կարող եմ ասել ասենք Երկիր մեդիան երևի հայեղափոխական դաշնակցությունն է ենթադրում են ֆինանսավորումն իրականացնում մնացած բոլորի դեպքում այդ հարցը համարյա հռետորական է հնչում որովհետև երբ հարցում ես ասում ես քեզ ինչ կամ ասում ես ես արդեն հաշվետվություն ներկայացրել եմ ես էլ ասում եմ ես պեկի աշխատող չեմ ես քո հաշվետվությունը չեմ կարող ստուգել հա դու ասում ես ես այսքան հարկ եմ վճարել բայց այդ գումարը որտեղից է եկել դու ինձ չես ասում այսինքն այստեղ հա հանրային վստահության խնդիր է առաջանում ընդ որում մեկը չի երկուսը չէ 5-ը չեն եւ այլն եւ իմ ամենամեծ խնդիրը այս դեպքում այն է որ հանրության մեջ այդ անվստահությունը տարածվում է բոլոր լրատվամիջոցների վրա։ Այստեղ այդ տեղա խնդիր առաջանում։ Ով ինչ է անում, դա իր ըստ էության անձնական գործն է։ Դա նոր երևույթ չէ հարգելի Լևոն։ Հա, ես գիտեմ։ Եվ ամբողջ աշխարհում կա այդ միտում, այո։ Մեզ մոտ ձևավորված է այն կարծրատիպը, որ լրատվամիջոցը պարտադիր պետք է ինչ-որ մեկին պատկանի։ Չգիտեմ, դաշնակցությանը, իշխող քաղաքական ուժին, այս կամ այն, չգիտեմ,
օլիգարխի կամ այդ լավորից չի իմիջայլուս։ Մեզ մոտ մարդիկ ուղղակի չեն կարողանում անցնել, որ լրատվամիջոցը իսկապես կարող է անկախ լինել, շահութ հետապնդել։ Չգիտեմ, տարբեր եղանակներ կան, Գովազդնա, YouTube-ում, ֆինանսական տարբեր աղբյուրների միջոցով լրատվամիջոցը կարող է բանանել։ Քո հետ համաձայն լինելով մի քիչ հակաճառ է, եթե ցույց կտաս այդ բառն օգտագործել։ Այդ լավորից չի, նախ տառապանքը փորձ ունի, երկրորդը հա կաթից վառվածը ջուրն էլա փչելով խմում, այդպեսի մի խոսք է ժողովրդական։ Եվ երրորդը նույնիսկ եթե գնանք այն տարբերակի վրա, որ այնուհանդերձ լրատվամիջոցների մեծ մասը ստիպված կամ կամովի մտել է այս կամ այն քաղաքական ուժի կամ գործարարի տակ, դա լավորից չի, որովհետև դասական իմաստով ֆինանսավորում ապահովել, շահույթ հետապնդել եւ ստանալ այդ շահույթը հայաստանյան շուկայի պայմաններում ահավոր դժվար է, չէ, եթե չասեմ անհնար, ահավոր դժվար է։ Այսինքն կամ պիտի այդ լրատվամիջոցը չլինի, լրագրողները ծրվեն տներով կամ զբաղվեն ուրիշ գործունեությամբ, բոլորովին այլ, կամ պիտի հասկանանք ինչ են կանում դրա հետ։ Քանի կա քաղաքականությունը կլինեն լրատվամիջոցները։ Ես կարծում եմ, բայց դա այս քանակի չէ, դա էլ մի բան չի։ Ինչու բազմաձայնությունը վատ է քաղաքականությամբ, երբ որ նույն միտքը մի քանի լրատվամիջոցով է հնչում, նույն կերպ, նույն ձևակերպամբ, նույն հնչեղությամբ։ Դե էլի ասում, ես որպես մեդիա գերագետ մարդ երբեմն ինձ մի քիչ վատ եմ զգում, որովհետև հասկանում եմ, որ ինձ փորձում են հիմարի տեղ։ Հատկապես copy-paste-ի էֆեկտով հիմա այդ գործիքը կիրառվում է, չէ՞, նույն լուրը տարբեր լրատվամիջոցներում երանելի ժամանակներ կային, երբ copy-paste-ը մենք կռիվ էինք անում, ինչի ես նյութը զգողացել զուտ դրա համար։ Հիմա ըստ ինչ-որ մի կենտրոնից կապ չունի, որ կենտրոնից, կլինի իշխանությունից, կլինի ընդդիմությունից, կլինի ընդդիմությունից, ինչ-որ մի հատ հրահանգ է գալիս, մեկում 4-5 լրատվամիջոց, բլոգեր եւ այլն, նույն տեքստը գրվում է, ասում են, լավ, գոնե ժամանակային իմաստով տարբերություն տվեք գոնե, ու մի երկու լավ ստորակետի սխալ արեք, որ հասկանանք, որ նույն բանը չի։ Չստացվի այնպես, որ այստեղ նստած ինչ-որ բարձր դիրքերից խոսում ենք խնդիրների մասին, որոնք առկա են լրատվադաշտում, խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում ենք, սրտացավությունից դրդված է, որ բարձրաձայնում ենք, եւ դրանց լուծում տալու շահագրգռությամբ առաջնորդվելով է, որ բարձրաձայնում ենք, հուսամ, որ ջրերը այնուամենայնիվ կպարզվեն, քաղաքականությունը եւ լրագրությունը, այո, այսպես փոխադարձ սիմբիոզի կապով կապված երևույթներ են, բայց կգա ինչ-որ մի ժամանակ, երբ որ այդքան ակնառու չի լինի, որ տվյալ լրատվամիջոցը մոռանալով իր հիմնական առաքելությունը, այն է սպասարկել հանրային շահը, համակողմանի լրատվությունը, ստրկաբար կծառայի որևէ քաղաքական ուժի եւ բացառապես քաղաքական շահից բացի այլ բաների չի անդրադառնա, այսինքն լծված կլինի միայն քաղաքական քարոզչությանը։ Ես հուսամ, որ այդ ժամանակները մոտ են։ Երկրորդելով հեղինային, ասեմ, որ հա, երբեմն կարող է տպավորություն ստեղծվի, որ մենք մի խումբ լրագրողներով հավաքվում ենք այստեղ, որպեսզի քննադատենք մեր մյուս լրատվամիջոցներին եւ լրագրողներին, դա այդպես չի։ Դա այդպես չի, որովհետև մենք պիտի հաշվի առնենք եւ հասարակությունը պիտի հաշվի առնի, որ նախ մենք լուսնից չենք իջել, ոչ մենք, ոչ մյուս մեր գործընկերները, եւ մենք մեր մեջ կրում ենք եւ այն առավելությունները, որ ունի մեր հասարակությունը, եւ այն արատները, որ ունի մեր հասարակությունը։ Այնպես որ այստեղ մենք այսպես կոչ կանեի մեր ունկնդիրներին, YouTube-յան հետևորդներին, եթե կդիտեն հաղորդումը, մի քիչ այս ամենին նայեն այնպես ինքնակննադատաբար, այսինքն մենք հայելին ենք հասարակության, այսինքն Լևոն Սարդարյանը, Հեղինե Մանուկյանը, Դավիթ Ջալալյանը իրենք այտենց առանձին բան իմաստով անհատներ չեն, հա։ Մենք արտացոլում ենք այն ինչ որ կա հասարակության մեջ, մյուս լրատվամիջոցները նույնպես իդեպ ասեմ, այնպես որ շատ հայհոյել լրագրողներին հեչ պետք չի։
Պետք է նաև լրագրողներս դադարենք միմյանց հայհոյել։ Ես այդ վտանգավոր տենդենսին պետք է վերջ տալ։ Պատում կանեմ ու դրանով կավարտենք, բայց հələ գործ դրան չի հասել։ Կցանկանայի մի այսպիսի դիտարկում անել, որ այս ինչը որ մենք ունենք այսօր, ինչ խնդիրների հետ մենք առնչվում ենք, սրա հիմնական պատճառներից մեկը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է։ Մենք բոլորս այո լրագրող ենք, բայց առաջերտին մարդ ենք, Հայաստանի քաղաքացի ենք եւ ունենք մեր քաղաքական դիրքորոշումը, որը նորմալ է։ Ես էլ ունեմ իմ քաղաքական դիրքորոշումը, ես կարող եմ իմ, չգիտեմ, սոցիալական ցանցերում արտահայտեմ, բայց իմ աշխատանքի ընթացքում, երբ որ ես լրատվամիջոցում պրոֆեսիոնալ աշխատանք եմ կատարում, դա որևէ կերպ դա ինձ համար սկզբունք է, որ չպետք է իմ հայացքները ես բերեմ լրատվական Դաշտ այո, եւ քաղաքական լրատվամիջոց, որտեղ ես աշխատում եմ կատարած աշխատանքի վրա։ Այս առումով նաեւ ձևավորվել է այնպիսի բան, ասած ասեմ կարծրատիպ, որ եթե ես աշխատում եմ ընդհանրենք CV-ում պետքա քպական լինեմ, եթե աշխատում եմ օրինակ Երկիր մեդիայում պետքա դաշնակցական լինեմ, այդ ընկալումն է, որ եթե ես ներկայացնում եմ որևէ լրատվամիջոց, որը հայտնի որևէ քաղաքական ուժի շահերն սպասարկում կամ ուրեմն պետքա լինեմ նաև այդ քաղաքական ուժի գաղափարակիցը։ Սկզբունքորեն տես, եթե խոսք վերաբերում է կուսակցական լրատվամիջոցին, դրանից խուսափել հնարավոր չես կարող, ասենք, իշխանական լրատվամիջոցում լինել ընդդիմության ներկայացուցիչ։ Այդպիսի մի փորձ ժամանակին արել է մենակ Արթուր Բաղդասարյանը, որ ասում էր մենք իշխանության մեջ կոալիցիա ենք, չէ՞։ Մենք իշխանության մեջ ընդդիմությունն ենք։ Դուք խելագար չեք ժողովուրդ, ում եք էլի այդպես բան ասում։ Բայց, հա, կուսակցությանի պատկանելությունը հասկանալի է, այդ չենք քննարկում, բայց գաղափարները կիսելը դա ըստ էության հասկանալի է։ Բայց էլի եմ ասում, այդ եթե խոսք վերաբերում է կուսակցական լրատվամիջոցին, քարոզչամիջոցին։ Երբ խոսք վերաբերում է լավ եկեք հեռու չգնանք էլի, ասենք հանրային ռադիոյի լրատվականում պետք չի ունենալ քաղաքական հայացքներ եթերում նկատի ունենալ։ Ունեցի որտեղ ուզում ես, ինչքան ուզում ես, բայց եթերում դա չպիտի վառ արտահայտված լինի։ Միևնույնն է, հասկանալի կլինի, հասկացողը կհասկանա, այս մարդը ավելի շատ այս կողմն է, թե այն կողմն է։ Բայց եթերում դա չպիտի լսվի։ Ամենից ականջ չպիտի ցակի։ Այո, եւ հարցադրումների մեջ էլ չպիտի լսվի։ Կոնկրետ իմ պարագայում, այո, քիչ առաջ ասում է, երբ որ ընդդիմադիր գործիչը տեսնում է Civic-ի լրագրողի, մտածում է, այ այդ վերաբերմունքը պիտի լինի մեջը։ Հանկարծ որ այդ վերաբերմունքը չի լինում, պարզ սովորական գրագետ շարադրված հարցադրում է լսում, տեսակ զարմանում է, վայ, ոնց է հնարավոր էլի։ Երևի սովորեն մյուս ծայրահեղությանը, որ պարտադիր լրագրողը պետք է իր քաղաքական համոզմունքները, վերաբերմունքը դնի հարցի մեջ, դա երևի ավելի օբյեկտիվ է նրանց դիտարկում, ավելի բնական է, օրգանիկ է։ Որ մի քիչ էլ հասարակության որոշ շերտերի մեղավորությունը կա, այն որ ինձ մեկ ասում են, ինչի սրա չընդհատեցին, ինչի պորտը տեղը չդրեցիր եւ այլն, որտեվ այնքան է այդ խորացել մարդկանց մեջ, որ լրագրողը, որը հարց է տալիս նաեւ բանավիճող կողմ է, հա, որ ահագին լրագրողներ մտել են դրա տակ, այսինքն դե այդ են ուզում, եկեք այդ անենք, հա, ինքը չի գնում հարց տալու, ինքը գնում է բանավիճելու։ Հիմա այն խոստացած պատումս, որը վերջում պատմելու էի, թող որևէ մեկը չնեղանա, հումորային է, ասում է գայլերը ծմրանը շան են բռնում, որոշում են, որ ուտեն, սոված են։ Շուն ասում է ինձ մի կերեք, խնդրում եմ, ես մարդկանց բոլոր սովորություններն ու սովորույթները գիտեմ, ես ձեզ տեղերը ցույց կտամ, որտեղ որս անեք, մի խոսքով, տենց 2 տարի աշխատում են, հերթական ցրծաշունչ ծմերնա, ուտելու բան չկա, գայլերը ի վերջո շանը լափում են։ Ու հիմա դե ոսկորներն են մնացել, թաղում են, հիմա մտածում են տապանակարի վրա ինչ գրեն, դե ընկերներից այնքան էլ ճիշտ չի, ընկերոջ չի ուտում։ Թշնամիներից չեն կարող գրել,
դե 2 տարի իրար այդ որս են արել, հաց են կիսել, միս են կիսել եւ այլն, ու վերջում որոշում են ու գրում են գործ ընկերներից։ Շնորհակալություն այսօրվա համար, շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներն էին CVKM-ի լրագրող Հեղինե Մանուկյանը եւ Ռադիո Ավրորայի լրատվական ծառայության ղեկավար Դավիթ Ջալալյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն մեկ շաբաթ անց, շնորհակալություն եւ հաջողություն։